Դուք որպես Հայաստանի քաղաքացի ինչ կարծիք ունեք Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին։ Ըստ ձեզ արդյոք Հայաստանը պետք է շարունակի լինել այս կառույցի անդամ, թե ոչ։ Ոչ։ Ինչու, խնդրում եմ հիմնավորեք։ Իմաստ չկա, նպատակը որն է, որ երբ որ պետք էր ՀԱՊԿ-ը չօգնեց։ Դեռևս նախորդ տարվանից վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր անդամակցությունը այս կառույցին, նաև անդամավճարները չենք վճարում, գագաթնաժողովներին, նիստերին չենք մասնակցում։ Այս օրերին էլ նոյեմբերի 26-ին եւ 27-ին էլ, վերջին գագաթնաժողովը տեղի ունեցավ եւ վարչապետը կրկին չմասնակցեց։ Ինչ է կարծում, պետք է շարունակել նման ձևով քաղաքականությունը վարել այս դաշինքի հետ կապված, թե պետք է նաև ներողություն։ Ընտրություններից հետո պետք է դուրս գան։ Այսինքն մինչև ընտրություններ պետք է շարունակենք բոյկոտել։ Որ անախորժություն, թյուրիմացություն կամ մի ուրիշ վատ բան իրանց կողմից Հայաստանում չսպասի, իսկ ընտրություններից հետո միանգամից դուրս գա ՀԱՊԿ-ից։ Այսինքն ռազմավարական գործընկեր չեք համարում։ Չէ։ Տարավոր բարեկամն է մեր, ասում են, ունենք պայմանագրեր, նաև երկկողմ։ Այդ բոլորը թղթի վրա սուտ, անիմաստ թղթեր են, ստորագրություններ են։ Եթե կա ռազմավարական պայմանագիր, որը կա, երկկողմանի, բազմակողմանի ՀԱՊԿ-ի կազմում, ուր էին իրանք, երբ որ հարձակվեցին Հայաստանի վրա, ոչ թե Ղարաբաղ, այլ Հայաստանի վրա։ Ուր են իրանք, ասենք, եթե ՀԱՊԿ-ը կա, մենք դառել ենք ՀԱՊԿ-ի, ՍՆԳ-ի անդամ, ՀԱՊԿ-ի անդամ, ինչի հիման վրա։ Նախկին սովետական միությունից դուրս գալուց բոլոր նախկին սովետական հանրապետությունները իրանց սահմաններով դուրս եկան։ Ու այդ սահմանները Ռուսաստանը ճանաչելով, չէ, Հայաստանի հետ պայմանագիր կնքեց ռազմավարական։ Բա հետո ոնց է ասում, ես ձեր սահմանները չեմ ճանաչում։ Հետո ոնց է ասում, որ Ուկրաինայի այս մասը իմն է, Ուկրաինայինը չի։ Այսինքն Ռուսաստանը գործընկեր չի կարա լինի, էլի։ Իսկ ինչ է կարծում։ Այսօրվա ղեկավարությունով Ռուսաստանը, սենց ասեմ։ Ներողություն, իսկ ինչ է կարծում, արդյոք այդ դեպքում մենք չենք ունենա նաև տնտեսական խնդիրներ, եթե ինչպես նշեցիք, որ օրինակ Ռուսաստանի հետ Ոչ մի դեպքում։ Ինչ խնդիր պետք է ունենանք, Լարսը փակի, հենա խաչմերուկը բացում է։ Աստծո հաջողությամբ կստացվի կբացի։ ԵԱՏՄ անդամ է նաև Հայաստան, այսինքն նա տնտեսական կառույց է։ Ոնց դառանք։ Մի գիշերվա մեջ 13 թվականի սեպտեմբերի 3-ը։ Ու ասեմ ամենամեծ խնդիրը մեր սպարապետի գլուխը որ չուտե, նու ենքամ իրա, նու ինքն էլ հետը, իշկամ Կարեն Սերոպիչի հետ։ Այսինքն 99 թվականի ոճրագործության մեջ եւս ռուսական հետք եք տեսնում։ Միանշանակ։ Ես չեմ ընդունում Ռուսաստանին, ինքը մեզ դավաճանել է, ոչ մի դժվար պահի մեր կողքին չի կանգնել, եւ դա 100 տարուց ավել է։ Երբ ինքը ձեռքը դրել է մեր վրա, մենք կորցրել ենք։ Հայաստանը շարունակում է լինել ՀԱՊԿ անդամ պետություն, չնայած վարչապետ Փաշինյանը դեռևս նախորդ տարվանից հայտարարել էր, որ սառեցրել ենք անդամակցությունը, անդամավճարը նաև չենք վճարում։ Ճիշտ քաղաքականություն է վարում։ Այո, պետք չի ձեռքաշել, որտեղ մեր մոտ կա 102-րդ բազա, որը վտանգներով լիք կա։ Ինքը երբ ուզենա կարող է հանի զորքը ոչինչ չանի։ Մտնի մի հատ փողոց գնա։ Ես հիշում եմ մի ժամանակ հարաբերությունների ինչ որ դժվարություն եղավ, 102-րդ բազան հանեց տանկերը Լենինական քաղաքի միջով գնաց, բոլոր ասֆալտապատ փողոցները քանդուքարափարեց։ Նրանցից ամեն ինչ հնարավոր է սպասել, ամեն ինչ 100-ից ավել տարի է մենք տուժում ենք։ Էլ չեմ ասում ցարական Ռուսաստանը, երբ որ ամբողջ մեր եկեղեցու հարստությունը վերցրեց, յուրացրեց։ Այնպես որ իրենք ոչ մի խոսելու տեղ չունեն։ Մեզ մնում է համբերությամբ զինվել, աշխատել, մեր երկիրը կառուցել, դառնալ ինչ որ չափով, այսպես ասած, հզոր։ Անկախ դե մենք ձգտում ենք անկախության։ Եվ այն թափթփուկները, որ ասում են առանց Ռուսաստան, դա շատ սխալ է։
Մենք Ռուսաստանի հետ ոչ մի օգուտ չենք ունեցել։ 102-րդ ռազմաբազան Գյումրու արդյոք չենք կարող փակել։ Օրինակ այնպես, ինչպես ներողություն օգոստոսի 1-ից մեր Զվարթնոց օդանավակայանից հանեցինք, հա, այսպես ասած, խզեցինք պայմանագիրը ռուսական կողմի հետ եւ մեր սահմանապահներին։ Դեռ չենք կարող։ Հետո Փաշինյանը ճիշտ քաղաքականություն է վարում։ Պետք չի անմիջապես հետ քաշվելու, որովհետև դա լի վտանգներ ունի։ Ավելի լավ է սա եմ ես նայում։ Մենք վստահություն չունենք նաև արևմտամետեր, մենք չգիտենք իրենք ինչ կորոշեն։ Այնպես որ մենք պետք է վարենք մեր երկրին համապատասխան, այսպես ասած, քաղաքականություն, որ ոչ այնպես, վրացիներին տեսեք ինչ ստացվեց իրենց մոտ։ Մեր մոտ դա չպիտի լինի։ Մենք պետք է ճիշտ քաղաքականություն վարենք։ Մեր ապավենը միակ մենք ենք որպես պետություն, որպես պետություն, մենք ենք մեր բնակչությունը, որ գիտակցորեն մոտենա այդ հարցին, որ հիմիկվա այդ ընդդիմությունը ինչ դրանք պայքարում են իրենց ունեցվածքի համար, իրենք մեզ ոչինչ չեն տալիս, իրենք պատերազմ են ուզում, մենք չենք ուզում։ Ես կողմնակից եմ, որ մենք մնանք Ռուսաստանի հետ սերտ կապերի մեջ, որտեվ առանց դրա չեմ էլ պատկերացնում։ Տարիներ շարունակ մարդիկ գնացել են, աշխատել են, եկել են, ընտանիք են պահել, խոսքս գիտեք խոպանչիների մասին է։ Այդքան հայություն կա դրսում, չգիտեմ, չեմ պատկերացնում չլինել Ռուսաստանի հետ։ Կարծում եք, որ օրինակ նաև Ռուսաստանը տարբեր իրավիճակներում, Հայաստանի համար դժվարին լարված իրավիճակներում ճիշտ դիրքորոշում է որդեգրել, ճիշտ մոտեցում է ցուցաբերել, ռազմավարական գործընկերոջը հարիր պահվածք է դրսևորել։ Չեմ կարող ասել, որովհետև այդքան չեմ խորանում ճիշտ ասած, աշխատում եմ զերծ մնալ տենց բաներից, բայց էլ եմ կրկնում, ես կողմնակից եմ, որովհետև վատ բան այդպես չեմ սպասում, որ ասեմ ինչ որ ավելի վատ է իրանց հետ լինելը։ Իսկ ՀԱՊԿ անդամ պետություն Հայաստանը պետք է շարունակի լինել, թե ոչ։ Այդ թող իրենք որոշեն, հա, ես չեմ կարող իմ կարծիքը տենց ասել։ Չէ, որպես քաղաքացի, ռազմաքաղաքական այս կառույցը, օրինակ, վերջին տարիներին տեսել եք, որ օրինակ երբ հարձակում եղավ Հայաստանի սուվերեն տարածքների վրա 22 թվականին, 23 թվականին, խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է եւ ոչ թե Արցախի։ Արդյոք ՀԱՊԿ-ը ճիշտ մոտեցում ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ։ Արդյոք ՀԱՊԿ-ը պաշտպանեց Հայաստանին այնպես, ինչպես ներկայացված է այդ կառույցի ռազմաքաղաքական այդ դաշինքի փաստաթղթերում։ Չէ, Հայաստան-Ռուսաստան երկկողմ պայմանագրի շրջանակում։ Չէ, ճիշտ պահվածք չհամարեցի արվածը, կարելի էր ավելի պիտանի լինել Հայաստանին։ Չեմ կարծում, այդ հարցում չէ։ Այդ հարցում մենք մի քիչ մենակ մնացինք Հայաստանը։ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ նիստերը, բոյկոտում է ՀԱՊԿ գագաթնաժողովները, չի մասնակցում։ Ինչպես է գնահատում մեր իշխանության այս մոտեցումը ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Ձեր իշխանությանը ես համարում եմ իմ անձնական թշնամի։ Ինչու, խնդրում եմ հիմնավորել։ Որովհետև բոլոր այն բաները, որ ես տեսել եմ այս իշխանության գալուց հետո, ոչ թե չգիտակցված քայլեր են, այլ մտածված թշնամություն։ Ես էքսպերիմենտ անենք։ Մեր թշնամին ոնց կվարվեր մեր հետ այս կամ այն հարցում։ Կտեսնեք, որ կաներ միայն այն բաները, որ արել է այս իշխանությունը։ Խնդրում եմ կոնկրետ օրինակ մատնացույց կանեք, որ ըստ ձեզ այս իշխանությունը վարվել է թշնամաբար սեփական պետության, սեփական ժողովրդի նկատմամբ։ Խնդրում եմ մեկ կարևոր օրինակ առանձնացրեք օրը։ Ես ճիշտ ասած ճիշտ չի մի օրինակ բերել։ Երկուսը կարող եք նշել։ Ես կբերեմ սկզբունքային, որից դուք կհասկանաք, թե ինչ է նշանակում իմ ասած թշնամությունը։ Այս իշխանությունը եկել է ստով օրինակ։ Ոմն մի Արայիկ Հարությունյան երկու անգամ գնաց բանով, մետրոյով, հետո դադարեց։ Նիկոլը մի քանի անգամ գնաց հեծանիվով, դադարեց։ Ասեց, այս բաները կալոնաները, որ գնում են, դա ինչ սրիկայություն է։ Ինքը գնում է կալոնայով 5 անգամ ավելի մեծ։ Ասեց ժողովուրդը բանի մատերիալ չի, այդ տուգանքի։ Հիմա բոլորը չկա մի մարդ, որը որևէ գծով, որևէ տուգանքի տակ չի։ Այսինքն եթե մի քիչ խելացի մարդ եք, եզրակացնում եք, որ
ցանկացած բան, որ իրանք ասում են, սուտ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Հայաստանի ինչպես է գնահատում։ Գիտեք, ես դա գնահատում եմ։ Ես ուզում եմ, որ Հայաստանը Ռուսաստանի հետ նորից էլի լավ հարաբերությունների մեջ մտնի։ Ինչու։ Ես հավատում եմ Ռուսաստանին։ Կարծում եք, որ մեզ ռազմավարական գործընկեր է Ռուսաստան Դաշնությունը։ Ինձ թվում է, որ հա, ինձ տենց է իմ կարծիքը դες գուցե սխալ եմ, չգիտեմ, բայց ինձ թվում է, որ ճիշտ է դա։ Վերջին տարիներին օրինակ նաև հատկապես ռուսական կողմից ինչպիսի դրական քայլեր եք նկատել մեր երկրի նկատմամբ։ Ամենայն դեպս, գիտեք, չեմ կարող այդպես բան մանրամասն ասեմ, բայց գիտեմ, որ միշտ էլ շատ Ռուսաստանը միշտ էլ Հայաստանի համար միշտ լավ դիրք է բռնել, լավ ընկեր է եղել։ Նկատի ունեք դարերի պատմությունով։ Հա, առհասարակ միշտ էլ լավ էր եղել։ Ես օրինակ դրա կողմ էլի որ Ռուսաստանի հետ մոտիկ լինի Հայաստանը։ Ես չեմ սիրում որ Հայաստանը սկսում է մեկել Ռուսաստանից հեռանալ։ Դա սխալ է, էլի։